Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրականում այս տվյալները, որ մենք ունենք, սա մեր այսպես ասած քաղաքապետարանի միայն անձնական օգտագործման տվյալները չեն։ Այս տվյալների մեծամասնությունը մենք դարձնելու ենք հասանելի նաև մարդկանց համար, որպեսզի որևէ մարդ, որևէ տվյալի, եթե կարիք ունի, Երևան քաղաքում ինքը իմանա, որ այս տվյալները Երևանի քաղաքապետարանը դարձնում է իրենց համար հասանելի, որովհետև մեր աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն է, եւ մարդը իրականում ինչ-որ մի բան ճշտելու համար շատ երկար դիմումներ չպետք է գրի եւ շատ երկար չպետք է սպասի, ինքը պետք է կարողանա on-line մեր հարթակներում ինչպես օրինակ հաջորդ շաբաթ բան Սեդոյանը կներկայացնի, տվյալների մի ահռելի ծավալ ուղղակի մենք դարձնելու ենք հասանելի, որպեսզի կարողանան մարդիկ օգտվել այդ տվյալներից եւ ամենակարևորը նաեւ արձանագրենք, որ այս տեսակ ինֆորմացիան բաց պահելը ստեղծում է հնարավորություն տարատեսակ ինստիտուտների համար իրականացնել հետազոտություններ, աշխատություններ, որոնք որ նաեւ մեզ են օգտակար։ Եվ եկեք արձանագրենք հետևյալը. մեր այն ստորաբաժանումները, որոնք որ առնչվում են տարածատեղեկատվական տվյալների հետ, մինչև հաջորդ տարվա վերջ, պետք է ունենան բավարար չափով գիտելիք, պետք է ունենան իրենց վարվելիք քարտեզները, մասնավորապես իրենց շերտերը, եւ այդ շերտերի պատասխանատուն լինեն իրանք։ Եվ սա նաեւ Մանուկյան սա նաև այն մասին է, որ GIS համակարգի ներդրումը մենք կհամարենք հաջողված, երբ որ Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները, որոնք որ գործում են տարածատեղեկատվական տվյալների հետ, ամեն մեկը իր քարտեզները վարի հստակ, իմանանք, որ ամեն այդ վարչությունում, ամեն բաժնում, որտեղ որ նման գործառույթ կա, այդ մարդիկ կան, ովքեր որ ունեն այդ գիտելիքը, հասկանում են ինչ են անում եւ ընդհանուր առմամբ իրենց պատասխանատվությունն է այս GIS համակարգը պահպանել արդի։ Եվ ուզում եմ նաեւ արձանագրել շատ մեծ արված աշխատանքը արհեստական բանականության գործիքների ներդրման ուղղությամբ եւ եթե նկատեցիք հարգելի գործընկերներ, փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց ակտիվ քաղաքացի հարթակի, որը մեզ շատ դեպքերում շատ օգնում է ինչ-որ կետերում խնդիրներ արձանագրելու համար, բայց մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով եւ ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ։ Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա իր համապատասխան լիդար սարքավորումներով, որ ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևան քաղաքի ասֆալտի վիճակ, այլ նաև արձանագրելու է կուտակվող աղբը տարբեր հատվածներում, արձանագրելու է ապօրինի գովազդները, արձանագրելու է այն ամենը, ինչը որ մենք կծրագրավորենք, այսինքն այն գործառույթները, որ մեր ստորաբաժանումները ֆիզիկապես մարդկանցով պետք է գնային եւ իրականացնեին, շատ դեպքերում հիմա մենք ավտոմատացնելու ենք, այսինքն մենք ուղղակի այս քարտեզի վրա ստանալու ենք այն պատկերները եւ հետեւաբար արդեն մի քիչ գործառույթները փոխվում են, այսինքն մեր վարչարարության ձևն էլ է փոխվում եւ վարչական շրջանների եւ հասարակական կարգի պահպանության եւ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, այսինքն մենք պետք է հասկանանք, որ այլևս շատ դեպքերում ուղղակի այդ ֆիզիկական այցերը կարող է պետք չլինեն, կարող է մեր իրավական այսպես ասած հենքը պետք լինի ընդհանուր առմամբ փոխել եւ այն ինչ որ ավտոմատացված համակարգով արձանագրվում է, ուղղակի պետք է ծանուցումով համապատասխան տնտեսվարողին ուղարկվի որպես խախտում, պետք է հասկանալ նաեւ այդ հատվածները, որովհետեւ շատ դեպքերում սա ուղղակի տենց
առանց մարդու գործոնի, առանց այսպես ասած այդ հնարավոր պայմանավորվածությունների, պոտենցիալ չակերտավոր պայմանավորվածությունների, ուղղակի այնց արձանագրվեց խախտման համար ստացակ ծանուցում։ Հարգելի գործընկերներ, հատուկ եւս մեկ անգամ շեշտում եմ, հաջորդ տարվա վերջ մենք պետք է ունենանք ստորաբաժանումներ, ամեն մեկ ով աշխատում է տարածատեղեկատվական տվյալների հետ, դուք պետք է ունենաք համապատասխան մասնագետներով ձեր քարտեզը վարում։ Շնորհակալ եմ այսքանը։